ԵԱՀԿ տարբեր այդ որոշումները Հայաստանում արկա քաղբանտարկյալների հետ կապված քաղբանտարկյալը դա կարգավիճակ է, որը միջազգային հանրության աչքից չի կարող վրիպել եւ հիմա որքան էլ փնտրեք որևէ միջազգային հեղինակավոր կազմակերպությունում չեք կարող գտնել նման արձանագրում, որ կա քաղբանտարկյալ ընդհակառակը տարբեր միջազգային ֆորմատներում կարող եք տեսնել Հայաստանի ժողովրդավարության աճի մասին, խոսքի ազատության մասին, ԶԼՄ ազատության մասին տարբեր արձանագրումներ, շնորհակալություն։ Այլ այս չանջը ոչ ուզև այս չանջը ես ամբողջ նիստի ընթացքում ես հետապնդում Հարգելի գործընկերներ, այլ ելույթներ կան։ Ես եզրափակիչ ելույթով կարճ հանդես գամ, կրկին միակ պրոդուկտիվ բանը, որ ես կարող եմ վերհանել այս քննարկումից, հետևյալն է, պարոն Մինասյան, Տիկին Վարդանյան, մենք իրոք էլ ես, տեսեք, մենք մոտավորապես 2 ժամ ենք քննարկում այս նախագիծը, բայց մոտ 2 ժամ քննարկում ենք հետո ոչ ավելի, այս նախագիծը։ Բայց իրականում այս նախագիծը վերվել է, որպեսզի եւ շատ կարևոր գործիքակազմը լսում են անցկացնել, արեք մտածեք նենց անենք, որ մարդիկ կարողանան լսում են անցկացնել առանց այս բանը բերելու։ Ես խնդրեմ քարտուղարության հետ հնարավորություն կա այնպիսի ձևակերպումներ գտնենք, որպեսզի առանց չարաշահելու այդ իրավունքը խմբակցություններ ունենան, պարզապես իրավունք լսումներ կազմակերպելու, անպայման չբերեն նախագիծ։ Դա եմ ասում, սա կլինի երևի ամենաարդյունավետ մասը այս քննարկման։ Երկրորդը Պարոն Մինասյան, չեն կարող որևիցե եղանակով չխուսափել թե մարտի 1-ի մասին խոսակցությունից, թե դրան նախորդող իրադարձություններից եւ ցավոք այդ իրադարձությունները տեղի ունեցել մի ժամանակահատվածում, որը ընդգրկում է 1998-2008 թվականները։ Մենք չենք կարող դրանից խուսափել։ Բայց չեմ էլ ուզում, որ մենք դրա գերին դառնանք, անընդհատ մնանք այդ թեմաների մեջ, որովհետև դա անընդհատ փոխադարձ մեղադրանքների հիմք է հանդիսանում։ Բայց մենք պետք է նաև շատ անկեղծ լինենք իրար հետ եւ ասենք, որ իհարկե նախագահը իրավունք ունի մտցնել արտակարգ դրություն։ Այս այլ հարց է, ինչու օրինակ 2005-ից մինչև 2008-ը այդուհանդերձ այդ օրենքը տենց չընդունվեց։ Իհարկե նախագահը իրավունք ունի իրավիճակից թելադրող գործողություններ իրականացնել, միանշանակ, բայց ինչպիսին է այդ իրավիճակը, ինչպիսին է այն գնահատվում, ինչ միջոցառումներ են դրանք, օրինակ ոնց է կարելի անտեսելով սահմանադրական դրույթը նախատեսել հրամանագրի մեջ կարգավորում առայն, որ պետք է կասեցվեն այն կուսակցությունների գործունեությունը, որոնք խոչընդոտում են այս հրամանագրի կատարմանային պարագայում, որ կուսակցությունների ձևակերպում կա, գնայինք, չէ։ Գնայինք։ Չէ, կուսակցությունների մասով էլ կա, որը վերացվել է։ Պարոն Մինասյան, ես հիմա, քանի որ հստակ ձևակերպում չեմ կարող մատնանշել, վստահեցնում եմ ձեզ, որ ձևակերպում կա, ես պետք է խնդրեմ մեր գործընկերներին, ով է պարոն Մինասյան, խնդրում եմ 2008 թվականի մարտի 1-ի նախագահի հրամանագրի առաջին չխմբագրված տարբերակը ներկայացնենք մեզ, որպեսզի այս ձևակերպումը ընթերցեմ, որպեսզի ցույց ասող մարդու տպավորություն չստեղծեմ։ Եվ պարոն Մինասյան, մի հատ էլ բան կա կարևոր, որը չեն կարող անցնել։ Տեսեք, ես անձամբ չեմ անդրադառնում։ Ես անդրադառնում եմ իրավիճակին։ Չէր կարա ընտրությունների ամփոփման գործընթացում լիներ իրավիճակ, երբ ըստ էության արտակարգ դրության միջոցով դու սահմանափակեցիր թե մամուլի ազատությունը, թե այլ գործընթացներ, որտեղ ի վերջո ընտրությունների արդյունքները 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ դեռ պարզ չէին։ Դիմումը սահմանադրական դատարան մուտքագրվել էր փետրվարի 29-ին, այդ ես լավ եմ հիշում, եւ 1 օր հետո եւ բավական երկար երկրում մնում էր արտակարգ դրություն մարդու իրավունքների էական սահմանափակումներով։ Բայց մենք սրան չենք անդրադառնում։ Դուք բարձրացրել եք կարևոր հարց՝ երկրում իրավունքի գերակայության հարցը եւ իրավունքի գերակայությունից եւ ժողովրդավարությունից շեղման հետ կապված հարցերը, որոնք քննարկման առարկա կարող են դառնալ։
19:00 բանաձևը իրոք կարևորագույն բանաձև է, որով մենք պետք է առաջնորդվենք։ Ոչ միայն մենք, այլ նաև մեր դատարանները, դատախազությունը, քննչական մարմինները, իրավապահ մարմինները, քաղաքական իշխանությունները եւ ազգային ժողովի պատգամավորները։ Բայց նաև պետք է անկեղծենք իրար հետ, մենք չենք կարող նման գնահատական տալ, ոչ թե այն պատճառով, որ օբյեկտիվ չենք, այլ որովհետև այդ գնահատականը տալու իրավասություն պետք է վերապահվի այն կառույցներին, որոնք ունեն այն չափանիշները, որոնց մասին մենք խոսեցինք՝ պրոֆեսիոնալիզմ, օբյեկտիվություն, անաչառություն եւ այլն։ Հակառակ դեպքում այն, ինչ մենք անում ենք, վերածվելու է ինչ-որ անհասկանալի դատողությունների։ Ցավոք նախագիծը, եթե լրամշակվի, գուցե այն դառնա շատ ավելի լավ, բայց այս տեսքով, որևիցե եղանակով, բացի абստրակտ դատողություններից, որևիցե բանի մասին չի ասում, որևիցե ավելացված հավելյալ արժեք այս քննարկմանը չի փոխանցում եւ ես այսքանով կսահմանափակվեմ, նույնիսկ ոչ չեմ անում կողմ կամ դեմ քվեարկել նախագծին, այն բարձ պատճառով, որ հասկանում եմ, որ հեղինակները նախատեսում են հետաձգել այս հարցի քննարկումը, քվեարկությունը այս հարցով լրամշակել, պետք է լրամշակեն եւ ներկայացնեն լսումներից հետո։ Դրա համար այսքանով կսահմանափակվեմ, հարգելի գործընկերներ, բայց մի բան պետք է ասեմ, ժողովրդավարությունը դա ամենօրյա գործընթաց է, չկա մի երկիր, որտեղ ֆիքսվել է ժողովրդավարություն եւ վերջ։ Դու կամ ունենում ես ժողովրդավարության զարգացում, կամ ժողովրդավարությունից հետ նահանջ։ Ես չեմ տեսնում Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության հետ նահանջի նախադրյալներ, բայց ցանկացած ժողովրդավարական պետություն կարա բախվի նման խնդրին։ Եվ այն, որ մենք անկեղծ եւ շահագրգիռ քննարկում ենք այս հարցը, վկայում է մեր բոլորի պատրաստականության մասին խուսափել հետագայում նման խնդիրների առաջացումից։ Այսքանը շնորհակալություն